Մարդկային զարգացման որոշակի փուլում մարդու բնության, մարդկանց միջև եւ շրջակա միջավայրի հետ հարաբերությունները այն աշճանի բարդացած էին, այնքան շատ էին երևույթները, նյութը, դեպքերը, միջոցները, որոնցով նրանք հարաբերակցվում էին հողի, շրջապատի հետ, գործիքները, որ արդեն անհրաժեշտություն էր ծագել այդ գործիքները անվանումներ ունենային եւ այդ անվանումները վերացարկվելով պահպանվեին հիշողության մեջ, որպեսզի մեկ այլ դեպքի համար վերածանվեին, վերլուծվեին, խոսքի առարկա դառնար եւ կարողանային ազդանշանային որոշակի համակարգով փոխանակել մտքերը։ Արդեն կար բանական համակարգ, իսկ բանական համակարգը առանձնանում է մյուս համակարգերից նրանով, որ ձգտում է ինքնաճանաչման, ինքնավերլուծման, նույնիսկ կարելի ասել ինքնաուսուցման եւ ինքնադաստիարակման։ Բանական համակարգերին այս բնորոշ առանձնահատկությունը մարդուն պիտի ստիպեր վաղ թե ուշ գտնել այն ազդանշանային համակարգը, որով պիտի փոխանակեր մտքերը, վերլուծեր, ինչ-որ խոսք ասեր եւ այլն։ Երևի թե առաջին բառ հիշեցնող ազդանշանները ծնվեցին զուգահեռաբար այն գեղանկարչությանը, որը մենք այսօր անվանում ենք քարանձավային արվեստ կամ քարանձավային որմնանկարչություն, որը մեզ հայտնի է Եվրոպայի հարավում եւ աշխարհի տարբեր վայրերում եւ թվագրվում է երևի թե 45-ից 55 հազար տարի առաջ մեզնից։ Բառը հետո առաջացավ եւ ես համոզված եմ, որ երևի թե առաջին նախադասությունը կազմել է հենց հայկական բարձրավանդակում։ Իշտ ինձ ստիպում մտածել, որ հայկական բարձրավանդակում պիտի առաջինը մարդիկ խոսեին։ Սա ամենևին սնափառության խնդիր չէ, այլ պարզապես երկրաբանության, հնա երկրաձևաբանության, հնա կլիմայագիտության, հավաքական վերլուծության հետևանք է։ Ինչպես գիտեք, սառցապատումներից մեկը տեղի էր ունեցել 26000 տարի առաջ, հաջորդ վերջին սառցապատումը, որից հետո հայտնի ջրհեղեղյան առասպելաբանությունն էր տարածվել, դա 12500 տարի առաջ էր տեղի ունեցել։ Այս ամբողջ ժամանակահատվածում մարդիկ տեղափոխվում են եւ միայն հայկական բարձրավանդակում էր, որ փոքրիկ օազիսներ էին մնացել սառցապատված լեռնաշղթաների արանքում, որտեղ կյանքը իր ամբողջ ուժգնությամբ բխում էր եւ մարդիկ կարողանում էին ապրել։ Պատճառը մեր տեղանքի երկրաբանական կառուցվածքն է եղել, ինչպես ասել եմ, հրաբուխներով, տեկտոնիկ ակտիվությամբ, երկրագնդի ներքին ջերմաստիճանի ակտիվությամբ, որը հնարավորություն էր տվել որոշ տեսակի բուսատեսակների, օրգանիզմների գոյատևել, որոնցով սնվում էր մարդը։ Իշտ ինձ դրդում մտածել, որ հենց հայկական բարձրավանդակում են առաջինը նախադասություն կազմել, խոսք ասել եւ խոսել։ Շատ պարզ մի տրամաբանությամբ, որովհետեւ եթե մարդը ապրում է որ սրտությամբ, ապա նրա բառապաշարը շատ քիչ է։ Եթե մարդը վարում է քոչվորական կյանք, նրա բառապաշարը շատ քիչ է։ Եթե մարդը ապրում է նստակյաց, նրա բառապաշարը շատ մեծ է։ Այն պարզ պատճառով, որովհետեւ նստակյաց ապրող մարդը պիտի հաշվի առնի երկրագնդի պտույտը, արեգակի նկատմամբ երկրի դիրքը, որից բխում է եղանակների տարբերությունը, եղանակների հետ պիտի հաշվի նստի, պիտի լավ իմանա հողը, որտեղ սերմ է նետելու եւ ստանալու է բերք, պիտի լավ իմանա ջրերը, որոնք
որոնցից անընդհատ օգտվելու է։ Մի խոսքով շրջակա միջավայր։ Մի բան, որ քոչվորին ամենևին պետք չէ։ Քոչվորը նպատակ ունի այս կետից այն կետը գնալ ավելի լավ կյանքի հետամուտ լինելու այդ անհագ ձգտումով։ Հիմա անդրադառնալով մեր խնդրին, տեսեք, որ որևէ մի տեղ չկար եվրոպական, ասիական մայրցամաքներում, որպեսզի մարդկությունը անընդհատ 150, 160, 200 հազար տարի ապրեր նույն տեղում։ Այդ փաստին մենք հանգում ենք միայն ու միայն հայկական բարձրավանդակում։ Ավելին, երբ տեղի ունեցավ ջրհեղեղը 10,500 տարի առաջ, այդ ջրերը հեղեղեցին, ինչպես Սահարայի անապատի տարածքը, որը ջունգլիներ էին այն ժամանակ եւ բարվոք էր ապրելու, այնպես էլ Միջագետքի ամբողջ տարածքը։ Այսինքն, եթե նույնիսկ այնտեղ ինչ-որ քաղաքակրթության հետքեր կային, նրանք պարզապես ոչնչացան։ Իսկ եղած մնացորդներն էլ բերվեց, ասենք թե հայկական լեռնաշխարհ, որի մասին վկայում են, ասենք, Նոյի եւ այլ առասպելներ։ Ինչ տարբերություն կա նստակյաց ապրող լեռնային քաղաքակրթության եւ հարթավայրային միջեւ։ Այն պարզ տարբերությունը, որ հարթավայրային բնակիչները երաշտի եւ տարբեր աղետների դեպքում միանգամից կարող են տեղափոխվել մեկ ավելի բարենպաստ վայր։ Լեռնային կտրտված տեղանքում ապրող բնակիչը ստիպված է տանել բնության բոլոր դաշան հարվածները եւ ամեն ինչ անել, որ նույնիսկ մնացած ամենանվազագույն հնարավորությունները օգտագործվի իր կյանքը, իր տեսակը պահպանելու համար։ Ահա այս տվյալներն են, այս տեղեկություններն են, որ ստիպում են մտածել, որ եթե մեր երկրագնդի վրա քաղաքակրթության օջախներից միակը, որը չի նախ առաջինը չի ենթարկվել սառցապատման, երկրորդը չի հեղեղվել ամբողջությամբ ջրհեղեղի ժամանակ, երրորդը քաղաքակրթությունը ծագել է նույն տեղում 100 հազարամյակներ անընդհատ, չորրորդը այս մարդիկ առաջինն են յուրացրել հողագործությունը, առաջինն են ցանել հացահատիկ եւ մշակովի բույսերից երևի թե մեծի մասը, որոնք տարածված են այսօր հարավային Աֆրիկայում, Եվրոպայում եւ Հյուսիսային Ասիայում։ Այդ մշակովի բույսերի աճեցման գործընթացը այնքան է նրանց կապել հողի եւ բազմաթիվ երևույթների հետ, որ բնության մեջ մեկը մյուսին են հաջորդում, որ նա կամա թե ակամա ստիպված է եղել այդ երևույթների բազմազանությունը տարանջատել, հասկանալի դարձնել եւ սիմվոլների ձևով փոխանցել իր սերնդին։ Այդ սիմվոլը հենց խոսքը։